ԱՄՆ-ում օդային շոուն ավարտվել է սարսափելի աղետով, ավիաշոուի ժամանակ երկու կործանիչ բախվել են օդում և ընկել գետնին։ Դեպքը տեղի է ունեցել Այդահոյի Mountain Home ռազմաօդային բազայում։ Բախումը տեղի է ունեցել բազայից 2 մղոն հյուսիս-արևմուտք։ Օդաչուները կատարում էին ցուցադրական թռիչքներ, 4 օդաչուներ հասցրել են կատապուլտվել։ Նրանք գտնվում են բժիշկների հսկողության տակ։ Ականատեսները նկարահանել են վթարի պահը, ես տեսա, որ 4 պարաշյուտ է իջնում, պատմել է ականատեսներից մեկը։ Վթարից հետո բազայում հայտարարվել է արտակարգ դրություն և շոուն չեղարկվել է։ Ոստիկանությունը խնդրել է հանրությանը չմոտենալ ռազմակայանին։ Միջադեպը գրանցվել է ավիաշոուի երկրորդ օրը, նախօրերին բազան ոգևորությամբ կիսվել էր հաջողված թռիչքների լուսանկարներով։ Այժմ տարածքը փակ է անվտանգության նկատառումներով։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները։ Ավիացիոն փորձագետները դեռ չեն հայտնել բախման պատճառները։ Ներկայումս իրականացվում է մանրամասն հետաքննություն։ Ռազմակայանը խոստացել է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ Կրակոցներ Թեքսասում առնվազն 10 տուժած կա և 2 ձերբակալված։ Փրկվել է ավիավթարից, բայց հայտնվել ճաղերի ետևում, կոկայինի սկանդալը։ Կալիֆոռնիայի ներգաղթյալների կենտրոններում ծայրահեղ վատ պայմաններ են, զոհերի ռեկորդային թիվ է գրանցվել։ Ծննդաբերություն դատարանի նստարանին, անհավանական դեպք Նյու Յորքում։ Քամիներ, հրդեհի սպառնալիք և ահռելի ալիքներ, Կալիֆոռնիան պայքարում է տարերքի դեմ։ Իսկ թողարկման երկրորդ հատվածում սպասեք Մանու Հարությունյանի նոր բացահայտումներին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայքեք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաների։ Օսթինում 10 պատահական կրակոց է հնչել, հարձակվողները կրակել են նույնիսկ քրշեջ կայանների վրա։ Այս տարօրինակ միջադեպի հետևանքով 4 մարդ է տուժել։ Թեքսասի այս քաղաքում շաբաթվա վերջին իրավիճակը լարված էր, 2 կասկածյալ արդեն ձերբակալվել են։ Ըստ աղբյուրների նրանք 15 և 17 տարեկան պատանիներ են։ Երրորդ անձին ոստիկանները դեռ փնտրում են։ Հարձակվողները փոխել են առնվազն 4 ավտոմեքենաներ։ Նրանք ենթադրաբար գողացել են այդ մեքենաները։ Քաղաքային իշխանությունները բնակիչներին հրահանգել էին մնալ տանը, ավելի ուշ կասկածյալներին բռնելուց հետո հրահանգը չեղարկվել է։ Օսթինի ոստիկանության բաժանմունքի տվյալներով 1 տուժող ունի լուրջ վնասվածքներ, մյուս 3-ի վնասվածքները թեթև են։ Մենք որևէ կոնկրետ դրդապատճառ չենք պարզել, ասել է Օսթինի քաղաքապետը։ Օսթինի ոստիկանապետն էլ հաստատել է, որ հարձակումները սկսվել են շաբաթ գիշերը ու շարունակվել մինչև կիրակի առավոտյան ժամերը։ Այս պահին քաղաքում իրավիճակը կայուն է և հսկելի իրավապահները շարունակում են գործի հետաքննությունը, պարզելու մանրամասները։ Համաշխարհային շուկաներում իրական խուճապ է, նավթի գները կտրուկ աճել են, պատճառը Իրանի շուրջ շարունակվող անորոշությունն է։ Թրամփի այցը Չինաստան սպասված արդյունքը չտվեց, ներդրողները մտահոգված են լարված իրավիճակով։ Թրամփը Չինաստանում գործնական պայմանավորվածություններ ձեռք չբերեց, այլ հիմնականում միայն խոստումներ։ Մենք օգնություն չենք խնդրում, հայտարարել է նախագահը։ Նա նշել է, որ չի խնդրել Սի Ցզինփինին բացել Հորմուզի նեղուցը, ավելի ուշ Թրամփը փակագծեր է բացել։ Երբ որևէ մեկը քեզ օգնում է, նա ինչ-որ բան է պահանջում դրա դիմաց, ասել է նախագահը։ Նա չի մանրամասնել, թե Չինաստանը ինչ է պահանջել իր օգնության դիմաց, որը ընդունելի չի եղել Ամերիկայի համար։ Իրանի հետ պատերազմի պատճառով նավթի գինը համաշխարհային շուկայում աճել է 80%-ով, ԱՄՆ-ում աճը կազմում է ավելի քան 51%։ Սպառողական գները ԱՄՆ-ում նույնպես աճել են, փորձագետները զգուշացնում են գնաճի նոր վտանգների մասին։ Շուկաները սպասում են դաշնային պահուստային համակարգի նոր քայլերին։ Փրկվել ավիավթարից, բայց հայտնվել ճաղերի ետևում։ Օրեր առաջ ԱՄՆ-ում տեղի ունեցած ավիավթարից հետո անսպասելի բացահայտումներ են եղել։ Փրկված ուղևորներից մեկը մեղադրվում է թմրամիջոցների մաքսանենգության մեջ։ Ջոնաթան Գարդիները ամենայն հավանականությամբ կբանտարկվի, նա 11 ուղևորներից մեկն է։ Դատական փաստաթղթերի համաձայն Գարդիները կոկայինի մաքսանենգությամբ զբաղվել է 2023 թվականից։ Նրան անվանում են խաղացող։ Վթարից հետո նրա մոտ գտնվել է մեծ գումար տեղացի քաղաքական գործչի անունով։ Վերջինս նախկինում կապ է ունեցել կոկայինի խոշոր խմբաքանակների հետ։ 11 ուղևորներով օդանավը վթարի էր ենթարկվել Ֆլորիդայի ափերի մոտ Մելբուրն քաղաքից 80 մղոն
հեռավորության վրա։ Բոլոր ուղևորներն ու օդաչուն փրկվել են։ Նրանք ծովում մնացել էին 5 ժամ։ Օդուժի ուղղաթիռը պատահաբար էր գտնվում տարածքում, բոլոր փրկվածները ներկայումս բավարար վիճակում են, ոմանք արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից։ SpaceX-ը պատրաստվում է իր ամենահզոր հրթիռի նոր փորձարկմանը, Starship-ի այս տարբերակը կհասնի տիեզերք։ Նոր V3 մոդելն ավելի հզոր է, Մասկի ընկերությունը ձգտում է կրող հրթիռի լիարժեք վերաօգտագործմանը։ Փորձարկումը նախատեսված է երեքշաբթի օրը, հրթիռը կմեկնարկի Թեքսասի հարավային մասից, այն կփորձի տեղակայել 22 արհեստական արբանյակ։ Թռիչքը կտևի մոտ 65 րոպե։ Տիեզերանավը պետք է վերալիցքավորվի, հենց տիեզերքում նման բարդ մանևր երբեք չի կատարվել։ Ինժեներները նվազեցրել են կողային կայունարարների քանակը, վառելիքի բաքերը նույնպես դարձել են ավելի ընդարձակ։ Սա կլինի ընկերության ամենամեծ փորձությունը ապագա ամբիցիոզ ծրագրերին ընդառաջ։ Այս փորձարկումներին ուշադիր հետևում է նաև NASA-ն, այն պլանավորում է Starship-ի միջոցով հասնել լուսին։ Դա Artemis ծրագրի մաս է կազմում։ Հրթիռի նոր բարելավումները թույլ կտան հասնել Մարս։ Տիեզերք է թռչում նաև վառելիքի գինը, բենզինի գները ԱՄՆ-ում հասել են ռեկորդային ցուցանիշների, որոշ շրջաներում գինը աճել է ավելի քան $2։ Իրավիճակը կտրուկ տարբերվում է ըստ նահանգների եւ շրջանների։ Ամենամեծ աճը գրանցվել է Իլինոյս եւ հարավային Դակոտա նահանգներում, Կալիֆոռնիա նահանգում նույնպես վառելիքի գները աճել են։ Այդ աճը դոմինոյի էֆեկտով տարածվել է նաև լայն սպառման այլ ապրանքների ու ծառայությունների գների վրա։ Գազի գները խնդիր էին ամերիկացիների մեծ մասի համար, վկայում են հարցումները, միջին հաշվով գինը աճել է $1.47։ Ավելի քան 100 շրջանում աճը գերազանցել է $2։ Ի հակառակ սրան, Ջորջիա նահանգում աճը եղել է շատ չնչին։ Մինչդեռ Կալիֆոռնիա նահանգի վարորդները ստիպված են վճարել շատ ավելի թանկ։ Ամերիկյան մի շարք հասարակական կազմակերպություններ միտումները մտահոգիչ են համարում։ Հավանականությունը մեծ է, որ տնտեսական ճգնաժամը կխորանա, վառելիքը դաշնային հարկից ազատելու ծրագիրը կարող է ոչ թե փրկել, այլ գոնե ժամանակավոր կայունացնել վիճակը, բայց դեռ վերջնական որոշում չկա նաև հարկը ժամանակավոր կասեցնելու վերաբերյալ։ Հորմուզի ճգնաժամը, որը ցնցել է ամբողջ աշխարհը, կարող է ընդամենը փոքրիկ փորձարկում դառնալ ծովային ուղիների կառավարման համակարգում սպասվող փոփոխության համար։ Փորձագետները մտավախություն ունեն, որ պայթյունի հաջորդ կետը կարող է դառնալ Մալակայի նեղուցը, որը համաշխարհային առևտրի համար առանցքային նշանակություն ունի։ Այն ապահովում է գլոբալ առևտրի 1/4-ը։ Այս նեղուցը կապում է Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսները։ Չինաստանի տնտեսությունը բառիս բուն իմաստով կախված է այս երթուղուց, այն կենսական է նաև ԱՄՆ-ի դաշնակիցների համար։ Այս նեղուցում ցանկացած խափանում կտրուկ փոփոխություններ կառաջացնի համաշխարհային տնտեսության մեջ հազարավոր նավերի ստիպելով կատարել շրջանցումներ։ Դա կնշանակի ժամանակի ու մեծ միջոցների վատնում, որի համար վերջին հաշվով կվճարի շարքային սպառողը։ Մալական այլ կերպ է կառավարվում՝ ի տարբերություն Հորմուզի, Սինգապուրը, Մալազիան, Ինդոնեզիան եւ Թաիլանդը ունեն պայմանագրեր։ Դրանք ներառում են բարեկություն եւ տվյալների փոխանակում։ Սինգապուրն այստեղ հանդես է գալիս որպես համակարգող, նրանք հավատարիմ են ՄԱԿ-ի ծովային իրավունքի կոնվենցիային։ Այս պահին բոլոր մասնակիցները մերժում են նեղուցում վճարովի անցակետեր ստեղծելու գաղափարը, սակայն արտաքին միջամտության դեպքում իրավիճակը կարող է փոխվել։ Որտեղ են թաքնված հանտավիրուսի աղբյուրները Ամերիկայում։ Գիտնականները հայտնաբերել են վիրուսի անսպասելի օջախներ, դրանք գտնվում են նույնիսկ այնտեղ, որտեղ հիվանդությունը հազվադեպ է։ Վիրուսը հիմնականում կրում է եղջերուի մուկը, վարակը մարդուն փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով։ Այն հայտնվում է կրծողների մեզից կամ թքից։ Վիրուսը շատ վտանգավոր է եւ հանգեցնում է մահվան։ Հիվանդության մահացությունը հասնում է 35-ից 50%-ի։ Վիրջինիա, Թեքսաս եւ Քոլորադո նահանգներում առկա են վիրուսի կրող շատ կրծողներ։ Վիրջինիան դառնում է թեժ կետ, նշում են փորձագետները։ Իլինոյսում գրանցվել է վարակման նոր կասկածելի դեպք։ Հիվանդը վարակվել է տան մաքրման ժամանակ։ Կալիֆոռնիա նահանգում նույնպես գրանցվել են մահվան դեպքեր։ Գիտնականները զգուշացնում են հատկապես ամառային ամիսներին կապը մարդու եւ բնության միջև շատ սերտ է։ Դա մեծացնում է վարակի նոր դեպքերի հավանականությունը։ Կալիֆոռնիայի կալանավայրերում վիճակը աղետալի է դարձել։ Գերբնակեցումը եւ սանիտարական վատ պայմանները լուրջ խնդիրներ են։ Կալիֆոռնիայի արդարադատության դեպարտամենտի զեկույցը բացահայտում է ահագնացող փաստեր։ Զոհերի թիվը աճել է աննախադեպ կերպով, կալանավայրերում մահացել է 6 անձ։
Օթայ Մեսա կալանավայրում իրավիճակը հատկապես ծանր է։ Ներգաղթյալների թիվը 21%-ով գերազանցում է նախորդ տարիների ցուցանիշը։ Կալանավորները բողոքում են սննդի եւ ջրի պակասից, նրանք նշում են նաեւ անկողնային տեղերի անբավարար քանակի մասին։ Ներքին անվտանգության նախարարությունը հերքում է այս մեղադրանքները։ Զեկույցում առկա են նաեւ այլ սկանդալային տվյալներ։ Օթայ Մեսայում կիրառվում է խուզարկության խիստ ընթացակարգ։ Կալանավորները պարտադիր ենթարկվում են մերկ խուզարկության։ Սա բացասաբար է ազդում նրանց հոգեկան առողջության վրա։ Սան Դիեգոյի շրջանի ղեկավարները փորձել են ստուգել պայմանները, սակայն նրանց մուտքը կալանավայր խոչընդոտվել է։ Շրջանը դատական հայց է ներկայացրել դաշնային կառավարության դեմ։ Բրուքլինում կինը ծննդաբերել է դատարանում անմիջապես նիստի ընթացքում 33-ամյա կինը մեղադրվում էր թմրամիջոցներ պահելու մեջ։ Նա ծննդաբերել է դատարանի նստարանին առանց բժշկական օգնության։ Ոստիկանությունը հայտնել է, որ մեղադրյալը հագել էր լայն հագուստ, նա չէր տեղեկացրել իր հղիության մասին ձերբակալման պահին։ Ավելի ուշ նա ասել է հղի է եւ ունի ցավեր։ Ոստիկանները նրան տարել էին հիվանդանոց, բայց շուտով դուրս էին գրել։ Նա ծննդաբերեց նստարանին առանց բժշկական օգնության, ասել է նրա փաստաբանը։ Ծնվել է առողջ տղա երեխա, այժմ մայրն ու երեխան հիվանդանոցում են։ Իրավապաշտպան կազմակերպությունները խիստ քննադատել են այս միջադեպը, նրանք պահանջել են մանրամասն հետաքննություն անցկացնել։ Դատարանի ղեկավարությունը դեռ պաշտոնական պատասխան չի տվել հարցմանը, դեպքն առաջացրել է մեծ հասարակական դժգոհություն, որն ուղղված է ոչ միայն դատական, այլև առողջապահական համակարգի դեմ։ Հարցականի տակ է ծննդաբերությանը սպասող կնոջը հիվանդանոցից վաղաժամ դուրս գրման որոշումը, որն այս միջադեպից օրեր առաջ էր ընդունվել։ Մադուրոյի մերձավոր դաշնակիցը կրկին հայտնվել է ամերիկյան իրավապահների թիրախում։ Վենեսուելան արտաքսել է Ալեքս Սաաբին ԱՄՆ-ում դատական գործընթացի համար։ Սա անսպասելի շրջադարձ է նրա ճակատագրում։ Նախկինում Մադուրոն ամեն գնով պայքարում էր նրան տուն վերադարձնելու համար։ Սաաբը երկար ժամանակ համարվել է Մադուրոյի գանձապահը, այժմ նա կարող է ցուցմունք տալ հենց Մադուրոյի դեմ։ Մադուրոն դատավարությանը սպասում է Մանհեթնում։ Ըստ ամերիկյան դատախազների, Սաաբը մասնակցել է կոռուպցիոն սխեմաների։ Այն կապված է եղել սննդամթերքի ներկրման պայմանագրի հետ։ Սաաբը հարստացել է վենեսուելական պետական պատվերների շնորհիվ, նա կորցրել է իր ազդեցությունը նոր իշխանությունների օրոք։ Վենեսուելայի գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսը նրան ազատել է պաշտոնից, իսկ այժմ ամերիկյան կողմի պահանջով Մադուրոյի մերձավորը, որը Վենեսուելայի քաղաքացի է, արտահանձնվել է ԱՄՆ իրավապահներին։ Սա միջազգային հարաբերություններում կարող է վտանգավոր նախադեպ դառնալ արդարադատությունը ուղիղ կապելով քաղաքական որոշումների հետ։ Հազարավոր մարդիկ հավաքվել են Վաշինգտոնի National Mall-ի տարածքում, նրանք մասնակցել են ԱՄՆ-ի 250-ամյակի նվիրված կրոնական հավաքին, միջոցառումը կոչվում է «Վերանվիրում 250», այն ուղեկցվել է աղոթքներով եւ հայրենասիրական ելույթներով։ Միջոցառմանը մասնակցել են նաև Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաները, նրանց թվում են Մարկո Ռուբիոն եւ Փիթ Հեքսեթը։ Հավաքվածներից շատերը եկել են հեռավոր նահանգներից, նրանք մտահոգված են հանրային կյանքում կրոնական արժեքների անկմամբ։ Սակայն միջոցառումը հարուցել է նաև սուր քննադատություն, որոշ փորձագետներ կարծում են, որ այն սահմանափակում է ամերիկյան ինքնությունը։ Ըստ քննադատների այն խառնում է կրոնն ու քաղաքականությունը։ Իշխանությունները ավելի հաճախ են օգտագործում կրոնական խորհրդանիշներ հանրային վայրերում։ Միջոցառումը կազմակերպել է Freedom 250 կազմակերպությունը։ Սա Թրամփի աջակցությամբ գործող հանրային մասնավոր կառույց է։ Առջևում նախատեսված են ամառային այլ միջոցառումներ ևս։ Այժմ եկեք տեղափոխվենք մեր Facebook-յան էջ, որտեղ ունենք հրապարակումներ, որոնք վստահ եմ կհետաքրքրեն ձեզ։ Կալիֆոռնիայի հարավում եղանակը կտրուկ վատացել է, ուժեղ քամիները մեծացրել են հրդեհի վտանգը։ Խոնավության մակարդակը նվազել է մինչև 8%, սա հրդեհների համար ստեղծում է կրիտիկական պայմաններ, ափամերձ հատվածներում ևս տիրում է տարերքը։ Օվկիանոսում սպասվում են ուժեղ քամիներ, ալիքների բարձրությունը կարող է հասնել 20 ոտնաչափի։ Լողափերին գործում են հոսանքների վտանգի նախազգուշացումներ։ Փոքր ափամերձ ջրհեղեղներ կարող են լինել մակընթացության ժամանակ, իշխանությունները հորդորում են մարդկանց զերծ մնացով մտնելուց։ Լոս Անջելեսի ափերին սպասվում են 3-ից 6 ոտնաչափ բարձրությամբ ալիքներ։ Վենտուրա շրջանի լողափերում ալիքները կարող են հասնել 8 ոտնաչափի։ Կենտրոնական ափին դրանք կլինեն 15 ոտնաչափից ավելի։ Ոստիկանությունը խնդրում է հետևել բոլոր նախազգուշացումներին։
Բժշկությունը զարմանալի հայտնագործություն է արել, թրթուրները դարձել են բուժման նոր միջոց։ Նրանք մաքրում են վերքերը ավելի ճշգրիտ եւ արդյունավետ, քան ժամանակակից թանկարժեք սարքավորումները։ Այս մեթոդը հիվանդներին հաճախ փրկում է անդամահատումից։ Թրթուրների գործողությունը պարզ է։ Դրանք սնվում են միայն մեռած հյուսվածքներով։ Դրանք հեռացնում են վարակը, չվնասելով առողջ մասերը։ Այս գործընթացը անցավ է, թրթուրները լաբորատոր պայմաններում մանրէազերծվում են։ Նրանք համարվում են բժշկական սարքեր։ Շատ բժիշկներ այս եղանակը կիրառում են վիրահատության անհնարինության դեպքում։ Այնուամենայնիվ, այս մեթոդը մեծ տարածում չունի, շատերը զզվում են թրթուրներից։ Մասնագետները հույս ունեն, որ երբ դա հաղթահարվի, շատ դեպքերում բուժումը կդառնա շատ ավելի որակյալ ու մի քանի անգամ ավելի էժան։ Swatch-ի նոր ժամացույցների համար հերթերը վերածվել են իսկական քաոսի։ Հազարավոր մարդիկ փորձում են ամեն գնով ձեռք բերել Royal Pop Collection շարքի նմուշները։ ԱՄՆ-ում առնվազն 19 խանութ փակվել է անվտանգության նկատառումներով։ Փակվածների թվում են Նյու Յորքի եւ Ատլանտայի կենտրոնները, ինչպես նաեւ Փենսիլվանիայի եւ Հյուսթոնի որոշ մասնաճյուղեր։ Ժամացույցների գները սկսվում են $400-ից։ Ընկերությունը խնդրել է գնորդներին չշտապել խանութներ։ Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութերը ցույց են տալիս իրավիճակի լրջությունը։ Չիկագոյի մոտակայքում ոստիկանությունը ստիպված է եղել ուղեկցել աշխատակիցներին։ Ընկերությունը շեշտել է, որ սա սահմանափակ թողարկում չէ եւ այս հավաքածուն հասանելի կմնա մի քանի ամիս։ Ապրանքը վաճառքի կվերադառնա առաջիկա օրերին։ Ահա այսքանն էր առանձնացված այսօրվա համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը պատմելու է առաջիկա ամիսներին ԱՄՆ-ին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկի՝ հրդեհների մասին։ Բարև ձեզ։ Պատկերացնում եք, ընդամենը 10 տարվա ընթացքում ԱՄՆ-ում անտառային հրդեհները միլիոնավոր հեկտարներ են այրել, հազարավոր տներ ոչնչացրել եւ տասնյակ միլիարդավոր դոլարների վնաս հասցրել։ 2015-ից 25 թվականները համարվում են ամերիկյան հրդեհային պատմության ամենածանր փուլերից մեկը։ Միայն 2015 թվականին այրվել է ավելի քան 10 միլիոն ակր տարածք։ Այդ ցուցանիշը երկար տարիներ անգերազանցելի էր մնում։ Նախորդ տասնամյակում ԱՄՆ-ում ամեն տարի գրանցվել են տասնյակ հազարավոր հրդեհներ։ Պաշտոնական տվյալներով 2015-ից 2024 թվականներին տարեկան արձանագրվել է միջինը 60-ից 70 հազար հրդեհ։ Ամենածանր տարիներից էին 2015, 2017 եւ 2020 թվականները, երբ այրված տարածքները գերազանցել են 10 միլիոն ակրը։ Հրդեհների տարածմանը նպաստել են երաշտը, շոգ եղանակը եւ ուժեղ քամիները։ Ամենաշատը տուժած նահանգների շարքում առաջին հերթին առանձնանում է Կալիֆոռնիան։ Այստեղ հրդեհները ոչ միայն ոչնչացրել են հսկայական անտառներ, այլև հասել բնակելի շրջաններ։ Լուրջ վնասներ կրել են նաև Օրեգոն, Վաշինգտոն, Թեքսաս եւ Քոլորադո նահանգները։ Մասնագետները նշում են, որ կլիմայական փոփոխությունները երկարացրել են հրդեհավտանգ սեզոնը եւ բարձրացրել ռիսկերը արևմտյան նահանգներում։ 2018 թվականի Camp Fire-ը դարձավ ԱՄՆ պատմության ամենամահաբեր անտառային հրդեհներից մեկը։ Այն բռնկվեց Կալիֆոռնիայի հյուսիսում եւ գրեթե ամբողջությամբ ոչնչացրեց Paradise քաղաքը։ Պաշտոնական տվյալներով զոհվեց 85 մարդ, տասնյակ հազարավոր բնակիչներ տարհանվեցին, իսկ հազարավոր շենքեր վերածվեցին մոխրի։ Ավելի ուշ հետաքննությունը պարզեց այդ հսկայական հրդեհի ամենահավանական մեղավորին։ Հրդեհի հիմնական պատճառներից մեկը համարվեց հաղորդման համակարգի անսարքությունը։ 2020 թվականը եւս մտավ ԱՄՆ պատմության մեջ որպես ամենածանր հրդեհային սեզոններից մեկը։ Միայն Կալիֆոռնիայում այրվեց ավելի քան 4 միլիոն ակր տարածք։ Այդ շրջանում միաժամանակ հարյուրավոր հրդեհներ էին ակտիվ։ Ծուխը հասնում էր հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող նահանգներ։ Օդի որակը առողջության համար վտանգավոր մակարդակի էր հասել միլիոնավոր մարդկանց համար։ Տասնյակ հազարավոր բնակիչներ ստիպված լքեցին իրենց տները։ Ամենակործանարար հրդեհները անգամ անուններ են ստացել, ինչպես անուններ են ստանում ավերիչ փոթորիկները։ Ամենամեծ տարածքները վնասած հրդեհների թվում առանձնանում են August Complex-ը, Dixie Fire-ը եւ Bootleg Fire-ը։ August Complex-ը 2020 թվականին այրեց ավելի քան 1 միլիոն ակր տարածք, դառնալով Կալիֆոռնիայի պատմության ամենախոշոր հրդեհը։ Dixie Fire-ը 2021-ին ոչնչացրեց ամբողջ բնակավայրերը, իսկ Օրեգոնի Bootleg Fire-ը այնքան հզոր էր, որ սեփական եղանակային համակարգ է ստեղծում։
Հրդեհների տնտեսական հետևանքները նույնպես հսկայական էին, ապահովագրական ընկերությունները միայն Կալիֆոռնիայում միլիարդավոր դոլարների փոխհատուցումներ են վճարել։ Campfire-ից հետո էլեկտրաէներգետիկ PG&E ընկերությունը հայտնվեց ծանր դատական գործընթացների մեջ։ Տուժած բնակիչների համար ստեղծվել են պետական և մասնավոր աջակցության ծրագրեր, սակայն հազարավոր ընտանիքներ տարիներով չեն կարողացել վերադառնալ բնականոն կյանքին։ Մասնագետները նշում են, որ հրդեհների մեծ մասը մարդկային գործոնի հետևանք է։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում տարեկան հազարավոր հրդեհներ սկսվում են անզգույշ վարքի պատճառով։ Դրանց թվում են չմարված խարույկները, էլեկտրահաղորդման վթարները և տեխնիկական անսարքությունները։ Միաժամանակ աճող ջերմաստիճաններն ու երկարատև երաշտները արագացնում են կրակի տարածումը և բարդացնում հրշեջների աշխատանքը։ Վերջին տարիներին դաշնային կառավարությունը մեծացրել է հրդեհաշիջման բյուջեն և ներդրումները կանխարգելման ոլորտում։ ԱՄՆ անտառային ծառայությունը սկսել է ավելի ակտիվ կիրառել վերահսկվող այրումներ և անտառների մաքրման ծրագրեր։ Սակայն փորձագետների մի մասը պնդում է, որ միայն տեխնիկական միջոցները բավարար չեն։ Նրանք զգուշացնում են, որ առանց կլիմայական քաղաքականության փոփոխության խնդիրը շարունակելու է խորանալ։ Հրդեհների հետևանքները զգացվել են ոչ միայն ԱՄՆ-ում։ Ծխային հսկայական ամպերը հասել են Կանադա և նույնիսկ Եվրոպայի որոշ հատվածներ։ Օդի աղտոտվածությունը դարձել է հանրային առողջապահական լուրջ խնդիր։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ հրդեհների ծուխը մեծացնում է շնչառական հիվանդությունների ռիսկը։ Ամերիկայի արևմուտքում միլիոնավոր մարդիկ ամռան ամիսներին պարբերաբար հայտնվել են թունավորումների վտանգի տակ։ 2015-25 թվականների անտառային հրդեհները փոխեցին ԱՄՆ-ի վերաբերմունքը բնապահպանական և հրդեհային անվտանգությանը։ Հրդեհավտանգ տարեշրջանին ընդառաջ կարևոր է հիշել ինչպես հակահրդեհային անվտանգության կանոնները, այնպես էլ այն, թե ինչ պետք է անել հրդեհի գոտում հայտնվելու դեպքում։ Մենք կշարունակենք հոգ տանել, որ դուք Ամերիկայի մասին իմանաք ոչ միայն օրվա նորությունները, այլև այն, ինչ սպասվում է մոտ ապագայում։ Իսկ այսօրվա հանդիպումը ավարտին մոտեցավ, համոզված եմ, որ հավանեցիք։ Մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը և բաժանորդագրվեք մեր ալիքին։ Կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։